փոքր դոզաներով, այսինքն։ Ես շատ եմ զարմանում, որ Հայաստանում ի տարբերություն մյուս երկրների զարգացած չէ մեքենայի օդորակիչը գանձիցիաները լվանալու մշակույթը։ Այն դեպքում, երբ այդ համակարգում հավաքվում են շատ բակտերիաներ ու սնկեր, որոնք անմիջապես վնաս են մեր առողջությանը, մեր օրգանիզմին։ Դրա հետևանքով առաջանում է բրոնխիտ, ավելի խորանում են ալերգիաները եւ այլն։ Ընդ որում նշեմ, որ հիմա իսկական սեզոնն է այդ անելու համար։ Մեքենայի հովացման, տաքացման համակարգը մաքրող շատ լավ միջոց ունի գերմանական Վիտանո ապրանքանիշը։ Բոլորին հետաքրքրում է օգտագործման ձևը։ Ասեմ, որ ի զարմանս ինձ այն շատ պարզ է։ Այս փրփուրը փչվում է այնտեղ։ Եթե դուք ունեք դիտահոր, այսինքն յամա, մեքենայի տակից կա խողովակ, դրենաժային խողովակ, որտեղից կաթում է կոնդիցիոների աշխատանքի հետևանքով առաջացած ջուրը։ Այդտեղից այս փրփուրը փչում ենք ներս, մեքենան հանգցրած վիճակում։ Պարզապես նախապես պետք է մեքենայի վրայից հանել սրահի զտիչը, որից հետո պետք է սպասել ընդամենը 7-ից 10 րոպե, որպեսզի հեղուկը հեռանա։ Իսկ եթե չունեք յամա, մեքենայի կոնդիցիոները կամ տաքացման համակարգը առաջին ռեժիմի տակ միացնում եք, մեքենայի վրայից հանում եք սրահի զտիչը եւ սրահի զտիչի այդ հատվածից այս փրփուրը փոքր դոզաներով ներարկում եք մեքենայի այդ համակարգ։ Հետո ընդամենը 7-ից 10 րոպե սպասում ենք եւ զտիչը տեղադրելուց հետո մեքենայի տաքացման համակարգը 10-15 րոպե միացնում ենք, որ ամբողջ համակարգը նորից չորանա։